Ընդհանրապես ինձ կհարցնեն քու վերնակիրդ ինչ է։ Անգլերեն music producer, այսինքն ես ոչ սենք պիանիստ եմ, ոչ դիրիժոր եմ, ոչ նոտ քրող եմ, ես ավելի սենք խաղապարները մեկտեղ կփերեմ եւ arrangement-ը գնեմ, մշակումը գնեմ երգին։ Իմ փուն կորձս, որ պատասխանեմ, մշակումն է ուրեմն, մշակումը, որ գնեմ մեջը գա orchestral symphonic ցայները կան մեր հայկական ժողովրդային կորձիկները, քիչ vocal կօգտագործեմ, ընդհանրապես շատ բարձ չեմ օգտագործել ավելի երաժշտական մեղեթիով երգված vocal-ներ, որովհետեւ քիչ առաջ ինչպես որսի գուզեմ օդար հանրության հասնել, կգարձեմ թերևս եթե փար շատ չլա, իրենք ավելի շատ ավելի արագ կհասնի օտար հանդիսատեսին, հա։ Այո, նաև մեկ ռոք գխառնեմ երաժշտության մեջ, էլեկտրոնիկ գխառնեմ, բավականին line ստայլներ, ժանրեր հավաքելով կստանանք այդ նոր ստեղծագործությունները, որ ինչ որ ընդհանրապես կնեմ։ Ձեր վերջի համերգին չէ եկել, որ բայց վիդեոներով Ես առաջինին եմ եղել։ Ինքը շատ ոչ թե հայկական տրամադրություն է, այլ հայկականը նաև լայն իմաստով տրամադրություն է առաջացնում, այդ պարերը մարդիկ ոնց էին պարում դահլիճում, մի քիչ չես պատկերացնում, դահլիճը երևի այդքան էլ սովոր չի եղել, որ այդտեղ հայկական են պարում, բայց դու նենց ես արել, որ կամ սիմֆոնիկի երաժիշտներ, հա, սիմֆոնիկը մենք շատերը հիմա որպես հայկական երաժշտություն են հենց ընկալում, որ ասում են սիմֆոնիկ առաջինը հայկական է մտքիդ գալիս էլի, տենց է դարել շատ մարդկանց մոտ։